ճանապարհը հիմնանալով հիմնական աշխատանքները իրականացվել են 2023 թվականին, մեկտեղությունները ծրագրի համակարգը 553 միլիոն դրամ։ Հիմա այս ճանապարհը հատկացող ասպասում։ Հիմա ենթադրում եմ իմ այցի կապակցությամբ ճանապարհը մաքրվել է, չէ՞։ Ճանապարհը կեղտոտ է։ Այսինքն մաքրության ստանդարտը այդտեղ խնդիրն է։ Ինչն ենք համարում մաքրուն, ինչն ենք համարում ոչ մաքրուն։ Մեր հանրապետությունում համարյա սևգույնի ասֆալտ չկա։ Բոլորը այս ավազի գույնի, փոշու գույնի ասֆալտ։ Թեև չեմ կարող։ Այսինքն ասֆալտը, պարզը չեմ ասում նույն սևությամբ պետք է այն որ պարզաբող բայց այստեղ խնդիրն է, պետք է հասկանալ ո՞նց է։ Գոնե գիտեք ինչ այն ճանապարհները որ նոր անում են, այդ ճանապարհները, այսինքն փորձ ենք ամեն ինչը նոր ստանդարտով անել, մեկը բոլոր ճանապարհները չեն կարելի սպասարկել այդ վիճակին պահել, որը նոր դրվել է, նոր արվել է, դրանք անենք, որովհետև մյուսները sense տենես մաշած են, դա չեն կարող անել։ Այսինքն որ ինչ որ դինամիկա է եղել։ Ուրախ եմ ձեզ մեր շնացող քաղաքում տեսնելու համար պարոն վարչապետ։ Դժգոհ ենք շենացման տեմպերից։ Չէ, երևում է ահագին լավ բան, ահագին բարեփոխություններ կան։ Ես տեսնում եմ ինչը լավ է, տեսնում եմ ինչը վատ է, տեսնում եմ։ Ինձ հուշելու անհրաժեշտություն չկա։ Ես եթե խնդիրներ կան, խնդիրների մասին։ Խնդիրները տնակների հարցն է։ Հիմա ասենք ձեր նկատմամբ տնակը ոնց է ձևավորվել ժողովուրդ։ Քաղաքապետարանի կողմից ասենք որ մեր ենք երկու կատեգորիա կա, մի կատեգորիա երբ որ պետությունը ունի պարտավորություն, ասենք երկրաշարժի հետևանքով մարդը տուն է կորցրել։ Մի րոպե, եւ երկրորդը որը չունի պարտավորություն, մարդը ուղղակի տնակի մեջ է ապրում։ Պետության գործը այն է առաջին հերթին, ում նկատմամբ ունի պարտավորություն։ Ում նկատմամբ ունի պարտավորություն, այդ պարտավորությունը կկատարենք մենք, որովհետև հիմա ընդհանուր առմամբ կատարված է, բայց դեպքերն ի հայտ գալիս, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով ֆիքսված չէ դեպքը։ Ում նկատմամբ չունի պարտավորություն։ Սա մենք պետք է հստակ տարբերակենք, որովհետև երկրում շատ խնդիրներ կան, այդ թվում բնակարանային եւ այլն, մենք պետք է հստակ հասկանանք, ում նկատմամբ պետությունը պարտք ունի եւ ում նկատմամբ պետությունը պարտք չունի։ Նրանց նկատմամբ ում նկատմամբ պետությունը պարտք չունի, այդտեղ մենք առնվազն այդ բանաձևով անելիք չունենք։ Նրանց ում նկատմամբ պարտավորություն ունի, ԲԳՎ-ները կտան, տները կառնեն, պայմանով որ ով ԲԳՎ պետք է այդ տնակները քանդվեն պարտադիր, ուրիշ պայման չկա, որ ԲԳՎ վերցնեն տունը ձեռք բերեն, ցավոք տենց դեպքեր կան հանրապետությունում, որ ԲԳՎ-ն վերցնում են կամ բնակարանա ձեռք բերվում, հետո ընտանիքի մի մաս շարունակում է տնակը պետք է քանդվի, որովհետև տնակը ենթադրում եմ համայնքային հողի վրա է, չէ՞։ Այսինքն այդ հողը պետք է վերադարձվի համայնքին։ Իսկ նրանք ում նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, դա ուրիշ թեմա է, դա այդտեղ ես չեմ կարող որևէ բան ասել եւ նույնիսկ որևէ բան խոստանալ։ Ես հասկանում եմ ձեր ասածը, ընդունում եմ ձեր ասած վիճակի մեջ կարող եմ մտնել, գիտեմ ինչ իրավիճակ է դա, բայց այնուամենայնիվ մենք պետք է հարցերին ճշգրիտ վերաբերվենք, որովհետև ասում եք խաբել, որպեսզի ձեզ հնարավոր չլինի խաբել, ոչ թե ով ուզենա խաբի, ով չուզենա չխաբի, որպեսզի ձեզ հնարավոր չլինի խաբել, դուք ձեր իրավական կարգավիճակը պետք է ճանաչեք, դուք պետք է իմանաք ինչ վիճակի մեջ եք դուք, որպեսզի որ մեկը գա ձեզ բան ասի, դուք գնահատեք այդ ասածը ըլնողա թե չլնողա։ Եկեք կենտրոնանանք ինչ որ հնարավոր է լինողա, կենտրոնանանք այդ թեկուզ քիչը անենք, շատ բաներ չխոստանանք, որը մեկը սենց է։ Իսկ թողա ճիշտ է։ Լավ է։ Գոնե շարժ կրնենք, երբ որ փոխվի նոր արավ հետո Տիկին Անդրեասյան, իսկականից այդ շատ կարևոր է, որ մենք աշակերտների հետ հարցումային աշխատանք տանենք,
ընդհանուր նրանից ասենք կարող է երեխեքը փոխվել է, հարմար չի, կարա աննշան բաներ փոխելու արդյունքում դա լրիվ այլ որակի միջավայր ստանա։ Ստեղ է պետք է ուշադրել։ Երբ որ ասում են բասկետբոլի մարզասերը, ինքը արդեն պիտի տակը իրան լցվի անում։ Զրոյից բասկետբոլի մարզասերա ստեղծելու անհրաժեշտություն չունի։ Հայտնի ազգացության թե բասկետբոլի սրա շատ լավ դեր շնորհակալ։ Երկրորդ հարկում դասահարվում, առաջի հարկում վերանորոգում։ Իմասան հանգույցները փոխվել է, դռները փոխված է որոշ թվերում, հարգանան Արդեն փոխվել է։ Այո։ Դեռ հատակը չեն փոխել, նույնպես կանենք, փոխենք այս պակետը կանենք, իրան ինչ կբարձրացնենք, դեպի Դե հիմա պարոն Խաչատրյան, բանի հետ մարզադահլիճի հետ նորոգելուց հետո կարանք վստահ մեր բանի տողի մեջ գրենք, էլի որ հարված։ Սա 5-ից մեկն է, որը մարզադահլիճը կա, դպրոցն նորոգելի է։ Ժողովուրդ Շանտիկ Միհարելը, երբ որ մարդ միհարում է, այդ լավ է, ոչ թե եթե մենք խոսում ենք ամբողջ Պետերբուրգից տնական ավանի բնակիչների կողմից։ նույն տնական Ես հեղափոխությունից հետո YouTube-ը մասնեմ, ես բնակարան պետք է ունեմ։ Պարոն Ղազարյան, դուք գալիս եք այն Ես ձեզ մի բան ասեմ։ Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի։ Հեղափոխության նպատակն եղել այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրթի, դնին վիճակի մեջ, որ մարդիկ իրանց աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն եւ իրանք համար բնակարան ձեռք բերեն։ Ես նոր էլ որ մտա, ասում էի ես այդ մարդկանց հետ խոսակցության տպավորության տակ ճանապարհի մտածում էի, բայց մենք այդ մարդկանց համար ամենաճիշտ ձևը ինչը կլներ, ամենաճիշտ ձևը, ասում եմ կլներ, որ մենք այդ մարդկանց երեխեքի, այս երեխեքի համար նորմալ կրթություն կարենանք ապահովենք, որ այս երեխեքը մեծանան, իրենց աշխատանքով վաստակեն, իրենց տունը առնեն։ Վասի իհարկե սա բան շատ լավատեսական չի հնչում այն մարդկանց համար, ովքեր արդեն 40, 50, 60, 70 տարեկան են, բայց հիմա եթե մենք այդ բանաձևի սկզբանե դրած լինեին, ձեզնից շատերը եւ կամ ձեր երեխեքը արդեն տուն առած կլինեն, այս տնակներից դուրս եկած։ Կառուցվել է մանկապարտեզը, ընդհանուր արժեքը 350 միլիոն։ Այսինքն հիմա Թունիսի մեկ դրությամբ ունենանք մանկապարտեզը ներսը դեպի։ Հա, այս ճաշարանի բլոկը։ Միացրած ջուրը բանից է։ Մշտական է ջուրը թե։ Խոհանոցն է։ Իսկ հիմա քանի երեխա ունեք որտեղ կա։ 200 Երևանա հետքի տեղավորվել է։ Միապես հանդես դառնալու երաշտական տարապույրների համար է նախատեսված։ Խմբերի թիվ կա դրանից կարող է այս ֆունկցիաների վրա շատ տարածք են գործել, կարող է ասենք հնարավորներ 230 կարողություն բանաներ զարգացնել, դա էլի նախագծման արդեն էլ բան չեն կարող պատկերացրի, այսինքն տարածք ավելի օպտիմալ բան արվել, այդքան շատ սենց սրահներ, կաբինետներ չլներ, խմբասենյակ ասենք մի հատ ավելի լներ 30 բայց այս բան նախագծման Ես անկեղծ ասեմ, հենց ինչանց աչքս առավ միանգամից ես պատշգամբին, որտեղ շատ լավ է։ Սեր ապակիով լրիվ նոր ստիլի պատշգամբան աղավ երեխեքն համար։
Շատ ուրախ եմ, որ նման մանկապարտեզ ունենք։ Շնորհակալություն, որ մեր հայրենիքն դպրոցներ մանկապարտեզներ կառուցել եք։ Իմ հարցը, որպես Վանաձորի քաղաքացի, ես ուզում եմ մեր քաղաքը չանտեսվի։ Խնդրում եմ, որպես երրորդ քաղաք չանտեսեք։ Մեր ժողովուրդը ձեզ սիրում են, ուրախ են ձեզ հյուրընկալելու համար։ Ուղղակի խնդրանքը ես ընդհանուր եմ ուզում հարցը բարձրացնել։ Իսկ մանկապարտեզի համար շնորհակալություն։ Որ խաղամասը վերջապես տնագների շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Նորմալ ժողովրդի կողմից ես շատ գոհ եմ ձեզանից։ Շնորհակալություն։ Համես մենք մեր բանի կապուցը ստանդարտ Իմասին գործակից է, եթե ավելացնում դեպատամենտի որտեվ այդ կարևոր բան է, որտեվ զգում ես, որ նոր ճամփա զգում ես, որ ինչ-որ շատ է բանանում, գոնե մարդկանց ասենք նայեմ, որ տենց խնդիր կա, էլի, ասինքն, որտեվ մարդկանց մոտ կարա հիմի մարդն է, չէ՞ մեր նման ճանապարհի վրա անցնում է, ինքը տենում է, որ հարթության հետ խնդիր կա, մտածում է, ստեմի բան է չի, բայց գոնե իմանան, որ կառավարությունը գիտի տեղակա եւ կոմունիկացիան ենք։ Ես էլ որ անցնում եմ, զգում եմ, որ այն լավագույն բանը չի, մարդիկ էլ կմտածեն, բայց այս կառավարությունը չի տենում սա։ Եկեղեցին թող լավ սարքի, իր ռեպուտացիոն պրոբլեմ է, բայց գոնե մարդիկ կիմանան, որ փողա պահվել դրա համար եւ ոչ թե տենց ուղղակի աչք եք փակել մենք այդ պրոբլեմի վրա։ Մենք այս քայլին ամբողջ հանրապետությունում 26 չընդունված ճանապարհ ունենք, որի համար վճարումները կեսից ավելի պակաս են կատարել։ Բայց ինչ են կանել այդ ճանապարհը։ Շտկումներ են տալիս, բան վարչապետ, որոշ դեպքերում վերին շերտի, եթե այնտեղ որտեղ հարցան հետ կապված հարցա, արտադրում են շինարարում վերին շերտ տեղադրել։ Դե իմ ասածն է, նա տեսեք 26 ճանապարհ, այդ 26 ճանապարհի վրայով մարդիկ են անցնում, եւ մեկ ազգում են, որ այս ճանապարհի հետ ինչ որ մի բան են չի։ Իրանք չգիտեն, ճանապարհը շինարարությունը ավարտվել է կամ այդ պահին, իրանք չգիտեն։ Իրանք մտածում են, հա, ուրեմն էլի իրար մեջ ինչ-որ բան են արել, ծածկադում։ Դնենք իրազեկենք ակտիվ, թվում է թե ճանապարհային դեպարտամենտը ակտիվ կոմունիկացիա անող մարմին պետքա չլինի, բայց չէ։ Հիմա որ ծավալը մեծացել է, պետքա ասենք, որ այս ճանապարհները ընդունված չեն, որ մարդը իմանա, հա, այն, որ իր աչքը, որովհետև մարդը բորբոքվելու է իր մեջ դրանից, ասի է, եկե, այսքան գործ արել են, իսկ գոնե իմանա, որ պրոցես կա, կամ գոնե իմանա, որ դրա գինը պակաս է վճարվել եւ այլն եւ այլն։ Այս կարևոր նորություններ են, որ մենք բան չենք անում, ասում չենք։ Ինձ համար օրինակ կարևոր է։ Ավարտես, հիմա սրա որակի այս ուղղություններն են դառնում, կառավարում սարքել իրականացնել։ Շատ լավ, քանի կիլոմետր է։ 11 Այսինքն ընդունել ենք նորմալ թե դեռևս չենք ընդունել։ դեռևս չենք ընդունել։ Իսկ ինչ կարգի խնդիրներ կան։ Երթևեկամասի հետ որպես այդպիսի խնդիրներ չկան։ Ճանապարհն է սպասարկման մեջ է երաշտական ծրագրի արժեքը շուրջ 3 միլիարդ։ Սա սառը վերամշակման Մենք ինչ որ մի ձևով հետագայում այդ բանն էլ պետք է իմանանք, էլի երթևեկության ինտենսիվության չափը, որովհետև առանց դրա չենք կարողանում ճիշտ գտնվել վերջի շինարարության մեջ է պրոբլեմը, թե երթևեկության մեջ է, որովհետև գնում իջած է, կամ ինչ որ մի բան են չի, հիմա այդ փաստարկը բոլոր տեղեր կարող են ասել երթևեկության ինտենսիվությունը բայց հիմա չենք կարողանում դրա հետ կապված հետագայում ինչ այլոց մենք կշերփով ենք նայում, դա լավ բան է նաև ճանապարհները պլանավորելու, որովհետև մեկ է մեր երթևեկության ինտենսիվության հաշվարկը, ինտենսիվությունը ընդհանուր առմամբ եւ մեքենաների թիվը եւ իրանց ընդհանուր քաշը, որպեսզի մենք ճանապարհը երբ որ պլանավորում ենք հիմնանորոգենք, այդտեղ էլ նախագծողներն իմանա, կառուցողներն իմանա,
իմանանք ինչ է գործում, որ ճիշտ է։ Ու ինչ որ աճերել, առաջիկայի աճի կոեֆիցիենտը մեջ ունեն, այդ դրան մեջ կարելի է։ Ինչքան է կարողությունը։ Մի քիչ բնակավայրից կտրված է, հա։ 2.5 կիլոմետր, Դա մյուս կողմից էլ է։ Քաղաքի մեջ չեն գտնի, sense տարածքներ։ Ինչքան բնակչություն կարելի է ունենալ։ Քանի կիլոմետր է։ Քանի կիլոմետր է բնակչություն։ Այսինքն Երևան գյուղի բնակավայրը ինչքան քաղաքից արևով, այնքան է գյուղի լավ վատ մոդել չի։ Վատ մոդել չի։ Այս շատ կարևոր բան է, որ մենք ասենք մանկապարտեզ շատ հստակ լինի, թե ինչ նկատի ունենք։ Որ ասենք սպորտ դահլիճ շատ հստակ լինի, թե ինչ նկատի ունենք, որովհետև ասենք հիմա դժվար է գալիս այս կետին, որտեղ գրում ենք միտեղ տեղ մենք մանկապարտեզը մի բան է, ուրիշ տեղ ուրիշ բան է, միտեղ սպորտ դահլիճը մի բան է, այն մյուս տեղը մի բան է, այսինքն ստամփ պետք է լինի, որ Եթե նկատեք օրինակ մանրադառնալու մանկապարտեզը, այո, դες մենց հայր սամոդունի կապություն է, անդրադառնում։ Սա ամբողջությամբ կառավարության։ Այո։ Տեսեք, ինչ լավ վիտրաժ է, շատ սիրուն է։ Մտածողությամբ ձևավորող sense ներդրումների վրա է, երեխեքի աշխարհականի ոչ մի երկրաշարժի դեպքում չի։ Այդ էլ չեմ ասում ամենակարևոր բանը։ Ոչ մի երկրաշարժի դեպքում ինքը կդեֆորմացվի, մաքսիմալ դեֆորմացվի, ճախի, կարող բաների, բայց երբեք չի։ Ես այստեղ դեռ պետք է անենք, ես բետոնը հատվածը, հոտածած կնդեղ դրված է, հեսա շքոնարությունը դուրս պրկշել։ Բայց հիմա իրատեսորեն այդ շապտի աշխատել է, շապտի ոնց սկսում։ Ասենք աշխատել է, Ես շատ դեռ գալու աշխատել Ընդ կանգնեք չթրջվեք։ Ունեք երեխա մանկապարտեզի տարիքի։ Ամբողջ ակնհայտ է, որ լավն է։ Հիմա նաև այդ ենթադրում որ համայնքի բյուջեի մեջ արդեն պահպանման ծախսեր եւ այլն արդեն ամեն տարի պետք է պլանավորվի, ճիշտ է։ Քանի համակարգ երկու ուշքին ինչքան է հեռու ուշքին բարև ձեզ մեր ընդհանրապես առաջին պատրաստի կրթահամալիրը երկու ունենանք որ համ դպրոցը համ մանկապարտեզը Այս տարի կունենանք որտեղ Երևակայի Պարուսևակում հա մենք եղել ենք Պարուսևակ Աշինարարության Պարուսևակում Ստե 250 միլիարդ 950 միլիոն արժեք։ Япония դեպքանական մի համատեղ համաձայնագրով 28 միլիոնի
Եկան դպրոց նայ։ Բա հիմա այն դպրոցը ինչ է, ինչ կարգավիճակ է։ Բա ստեղ որոշել եք կառուցել, որ բանը պատան դպրոցի։ Դիպա ինչ է չի, բարավարչական, ծուլավարում պատմում։ Ասենք դպրոց չամաչի նախատեսված։ Չէ, սկզբանե կառուցվել է որպես մանկապարտեզ 87 թվականին, 99-ին վերակառուցվել է։ Այսինքն հիմա այս կշահագործենք այն կտանք պետգույքին, այսինքն նա արդեն կհանենք շուկա ֆոտոկոպիի համար օգտագործում։ Շատ ամուր սա։ Լիարդեք աշխատանքը քանի աշխատել։ Իսկ իր կարողությունը ինչքան է։ Այստեղ քանի որ անվարշապետ արդեն մի քանի ամիս շահագործում է, կարող եմ նաև հարցնել հարմարա թե չէ, որտեղ մի քանի ամիս ոնց որ ոչ մի անգամ չեն օգտագործել, հա լոգա բանը տղաներն են, աղջիկներն են, ոնց որ ոչ մի անգամ չեն օգտագործել։ Դեպքեր ուրիշ կառուցեցին, հետո մյուս դասերը կխախտվի, բայց կազմակերպ չկա։ Վերջի դասին պլանավոր է։ Հիմա ես մի բան ասեմ, հիմա չգիտեմ, կարող է այո, կարող է ոչ։ Հիմա գյուղից էլ են երեխեքը։ Հիմա բոլոր երեխաների տներում տաք ջուր եւ լոգարան կա։ Ոչ, այստեղ կա այդ բոլոր պայմանները, որոնք նենց խարիկ օգտագործում են։ Ես տեսա, որ լոգարանը ոչ մի անգամ չի օգտագործում։ Գուցե դասից հետո փոքրիկ գենիկ ինչ-որ բան։ Այո, թեկուզ այո, թեկուզ դասից հետո ասել երեխեքներ, բան արեք, նա ցնցողը ով ու պետք է քաջալերել, մի հատ լոգան կընդունել, լոգ ընդունի, ինչ կլինի։ Իրականում նաև մշակույթի հարց է, էլի, որ տևական ժամանակ չի եղել, ինչ-որ ժամանակ է պետք որ դա ձևավորվի, բայց որ խրախուսենք, կարծում եմ երեխեքները։ Դե էդ էլ հարցա որ ինչ-որ պետք է մտածել։ Հենց այդքան չեն մտածել դասամիջոցը նայում։ Բայց անկախ ամեն ինչից հիմա լավ թեկուզ ֆիզկուլտից հետո բաներ ունեն, հագնվում կլինում, կարամ դասից հետո առնվազն նրանք ունտանը ավելի հարմարավետ պայմաններ չկա, կարող ենք ասել երեխեք լոգան կընդունեք, գնացեք դու։ Դուք եք դեռ վերել թե ստացել եք։ Ստացել եմ գնել։ 11,000-ով մեր ուսուցիչները կարողանում են այս գործին իրարման դասակարգել։ Որովհետև մեր ուսուցիչը համատեղում է զարթապետի գործում, այդտեղ արդեն կա այս ծանոթություններ եւ իրարման դասակարգել։ Այս գլոբուսներն են ստացել, հա։ Այս գլոբուսը մոտեցում է։ Չէ, առաջանում։ Նախորդ անգամ որ ամեն ինչ բաներ արել պահարանի մեջ։ Չես ժամանակ ասում եք գլոբուս է կապված խնդիր կա, նոր ենք ստացել։ Ես բոլոր շարքերը օգտագործել եմ, կա որ օգտագործել են, կա որ ոչ։ Ըստ հասարակությանի Սա արմատն է, չի սա նորը չէ, տեղափոխվել է Իսկ նորն է։ Այո, առաջի հաշվում երաժեր դասերն եւ օգտագործել միջոցառումն են կամ սեմինարներ եւ շատ լավ համակարգիչներ են։ Ուսուցիչների աջակցություն եւ այլն նախագծային աշխատանքներ։
Շատ կարևոր է, որովհետև ամենևին փաստ չի, որ ուսուցիչները համակարգչում իրավետում են էլեկտրոնային փոստը։ Այո։ Պրինտերը Պրոցեսի մեջ եթե թեման Պրինտերայո 3 պրինտեր դեռ չհասել է։ Հա, գրականն է։ Այո։ Մենք էլ ունենք այստեղ միջոցառում ուսուցիչներով նաև սեմինար վերապատրաստում էին Ընթերցումների ժանրը վերակենդանացող ժանր է, որ հավաքվում են իրար հետ կարդում են քննարկում են, ամենաշատ լավ ինտելեկտուալ ժանր։ Մարզիչը շատ գոհ է, որովհետև թույլ ենք տալիս մեկ թիմային, նաև թաղամասի երեխաների հետ խաղում են։ Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, պարոն մարզպետ, տարածքային զարգացման հիմնադրամի հարգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ, հարգելի տնօրեն, սիրելի աշակերտներ, ծնողներ, ուրախ եմ շատ այսօրվա առիթի համար, ուզում եմ շնորհավորել բոլորիս այս հոյակեր դպրոցի բացման առիթով, որը արդեն 6 ամիս գործում է եւ դուք արդեն բոլորդ աշակերտները սովորում են եւ դեռ նոր աշակերտների ենք սպասում այս դպրոցում, ենթադրում եմ սեպտեմբերի 1-ից եւ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ կառավարությունը ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը եւ նշվեց, որ դպրոցը ընդհանրապես նաեւ մեր աշակերտներին նոր ուժով եւ գիտելիքով օժտվելու նպատակ ունի եւ մենք հույս ունենք, որ դպրոցը եւ այսպիսի դպրոցները իրենց ֆիզիկական միջավայրով եւ բովանդակությամբ կօգնեն, որ մեր աշակերտները իրենց հետագա ողջ կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։ Եվ մենք վերջին շրջանում շատ քննարկում ենք եւ նաեւ ուզում ենք, որ մեր աշակերտներին մենք շատ ճշգրիտ ուղերձներ փոխանցենք, թե ինչի համար է այս ամեն ինչը արվում, ինչի համար է գիտելիքը, ինչի համար է սովորելը եւ արդեն նման մի քանի դպրոցներում առիթ ունեցել եմ ասելու սիրելի աշակերտներ եւ ուզում եմ, որ այդ ուղերձը ձեզ համար ավելի ու ավելի լսելի լինի։ Ի վերջո դպրոցի եւ կրթության ամենակարևոր նպատակը այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով նկատի ունենք, որ լավ ապրեն։ Եվ սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել։
Եվ հիմա նաև հանրային քննարկումների փուլում է եւ հույս ունեմ, որ մենք ի վերջո կգանք կոնսենսուսի եւ մեր բոլոր դպրոցներում այդ ուղերձը հստակ ձևակերպված կլինի, որ ամեն աշակերտ ամեն օր դպրոց մտնելիս ավելի հստակ ինքը իր համար բարձր թե ինքը ինչի համար է գալիս դպրոց։ Իսկ այդտեղ այն կարգախոսը, որը որպես նախագիծ մենք առաջարկում ենք, ազդարարում է մեր բոլոր աշակերտներին լավ սովորիր, որ լավ ապրես։ Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր մի ուղերձ է, որովհետև ժամանակակից աշխարհում եւ իմիջիայլոց նախկինում էլ մենք կարող ենք նոր ենք գլխի ընկել, բայց միշտ էլ այդպես է եղել, որ լավ ապրելը, բարեկեցությունը հիմնված կարող է լինել միայն գիտելիքի վրա։ Որովհետև մենք ինչու ենք ասում լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև մեկը կարող է լավ ապրել ֆիզիկայի միջոցով, մյուսը քիմիայի միջոցով, երրորդը գրականության միջոցով, չորրորդը սպորտի միջոցով, հինգերորդը գյուղատնտեսության միջոցով, վեցերորդը անհատ ձեռնարկատիրության միջոցով, յոթերորդը ուսուցիչ լինելու միջոցով, որովհետև ուսուցիչ լինելու համար էլ պետք է լավ սովորել եւ նաեւ մեր կառավարությունը հնարավորությունների բացում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել եւ ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ Ցավոք մենք երկար ժամանակ այդպիսի խոսույթներ ենք տեսել, Հայաստանում այդ խոսույթները հետաքրքիր է, ուշադրություն չենք դարձրել, կողքով անցել ենք ու չենք նկատել, որ բազմաթիվ աշխատանքներ երբեմն նույնիսկ ուսուցչի աշխատանքը ընկալվել է որպես թե որ տնից դուրս գանք, տնից դուրս գալու տեղ լինի եւ այլն եւ այսպես շարունակ, որը ինքը թվում է թե շատ պարզ կենցաղային հեշտ լուծվող հարց է, բայց ինքը ոչ միայն շատ բարդ իրավիճակ է, այլև իր հետևանքներն են շատ ծանր եւ հանրության եւ կրթության եւ աշակերտների համար եւ մենք դա պետք է բացառենք։ Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորվում է մեր երեխաների լավ սովորելու հնարավորությունը եւ ինչպես նաեւ հետագայում լավ ապրելու հնարավորությունը, մենք պետք է համոզված լինենք, որ մեր հարգելի ուսուցիչները ունեն պատշաճ հմտություններ, ընդ որում էլի ուզում եմ ընդգծել, որ մի անգամ այդ հմտությունը ունենալը բավարար չի, որովհետեւ ժամանակակից աշխարհում գիտելիքը փոխվում է, գիտելիքը զարգանում է, հմտությունները զարգանում են եւ շատ կարեւոր է, որ մենք այս հարցում լինենք սկզբունքային մեր երեխաների համար։ Եվ շատ կարևոր է, որ մեր երեխաները տրամադրված լինեն այս միջավայրը օգտագործելու իրենց ապագան այսօր կառուցելու նպատակներին ծառայեցնելու համար։ Սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, կրկին բոլորիդ շնորհավորում եմ եւ ուզում եմ, որ իսկապես մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու բարեկեցության հարթակ եւ ինչքան խոսում ենք այս մասին եւ մտածում ենք, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունը այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում եւ ինչ որակով, ինչ տրամաբանությամբ, ինչ հետեւականությամբ, ինչ աշխատանքով այդ ապագան կկառուցվի, այդ ապագան կլինի համապատասխան այդպիսին եւ կարտահայտվի ոչ միայն ապագայում, այլև այսօր։ Ես ցանկանում եմ, որ այս բեմերը, այս մարզադահլիճները, խաղահրապարակները լիքը լինեն անընդհատ առաջին հերթին ձեզանով, բայց ոչ միայն ձեզանով, որովհետեւ գիտելիքը նաեւ ստեղծագործություն է, ստեղծագործական մոտեցում է, գիտելիքի կիրառումը շատ կարեւոր է, այդ էլ է կարեւոր դե ոչ միայն գիտելիքը ունենալ, այլև գիտելիքը կիրառել եւ գիտելիքի կիրառումը ինքը ստեղծագործական process է եւ շատ կարեւոր է, որ մենք այս բեմերը, այս մեծ եւ ընդարձակ միջանցքները, ընդարձակ շենքերը, խաղահրապարակները մենք ստեղծում ենք, հույս ունենալով, որ այստեղ ձևավորվելու արդյունքում մեր երեխաների մտահորիզոնը, ստեղծագործականությունը, գիտելիքները կիրառելու հմտությունը, գիտելիքը բարեկեցություն եւ շոշափելի
այդ թվում ոչ շոշափելի, բայց նաև շոշափելի արդյունք եւ արժեք դարձնելու արդյունքի եւ արժեքի տրանսֆորմացնելու հմտություններ կարողանանք ներազդել, ներշնչել մեր երեխաներին։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ բոլորիդ մաղթում եմ հաջող ուսումնառություն, լավ ուսումնառություն, հետագա լավ կյանքի ակնկալիքով եւ սպասումով։ Շնորհակալ եմ։ Ինչ է կարել լաբորատոր սարքեր օգտագործել, իսկ քիմիային բայց նկատեցի ոնց որ ձեր քիմիայի խալաթները ոնց տոպլակի մեջ սիրուն դասավորած եք, տենց էլ մնացել է, ոնց որ չեք ակի, հա, ոչ մի։ Ափսոսել եք։ Մի ափսոսացեք, շատ լավ, հաջողություն։ Շինարը ստեղ, հա, ավտոբան։ Կառուցումը 15 նորակառույց շենքեր, 3 անհուտ բնակարանով։ Ամբողջը ֆինանսավորվում է շուրջ 10 միլիարդ դրամ պետբյուջեի միջոցներից։ Ժամկետների մեջ չենք տեղում։ Հիմա այս 8 շենքը կհանձնենք եկող տարվա առաջին կիսամյակում, որտեղ եկող տարվա առաջին կիսամյակում։ Այո, իրատեսակ։ Այո, ունենանք 164 բնակարան, կվերաբնակեցնենք, հետո հաջորդ փուլի փայտաշենք շենքերը կհանդենք։ Այո, հիմա նկատակով է փուլային շենքի այս տարվա համար նախատեսված ունենք ամբողջովանորդ 1.9 միլիարդ։ Շատ լավ։ Նախատեսված է այս որ հասկացա, լավ։ Այսինքն հիմա նկուղ է։ ծրագրով նախատեսված է։ Շատ լավ։ Հիմա բայց արդյունքում ելնելու է որ նկուղներ։ Այս փոփոխությունները Դուք մարգադահիճ ունեք։ Մարգադահիճ դուք եք։ Մեր հաջորդ փուլը բան անելու, հեշտացնելու է, ինչի, որովհետև նախ մենք ենք ավելի, ասի կառավարությունը ավելի անմիջականորեն գիտի խնդիրը, երկրորդը շուկան, շինարարական ոլորտը, արդեն ինքն է ներսը, ինքն է նոր մարտահրավերների համար բան սովորեցինք։ Այդ եմ ասում, հույս ունեմ, որ հաջորդ փուլերում տեմպը ավելի մեծ կլինի, քան թե հիմա։ Իսկ ակնհայտ է սենց արժելու, այլ հարց թե ինչքան մեծ է։ Նախագծերի հատվածը Ինչ եք սովորում, լավ։ Նախադասության սաները։ Ինչ նշանակում նախադասության սաները։ Նախադասությունը ուսուցչուհին է, սաներն երեխաները։ Տարերը ինչ են դա։ Տարերը այն են, որ մենք դրանցով կարողանում ենք բառեր կազմել, իսկ տարագետը այն է, որ մենք բառերից հետո պետք է դադարել նոր շարունակել կարդալ։ Բայց այսօր ինչ բան են ասում, եթե նախադասությունը ուսուցիչն է, բառերը աշակերտներն են, ուրեմն տառերն են, աշակերտների տատիկներն են, քիթիկը, մազերը, չէ՞։ Շատ լավ։ Լավ վիճակում է։ Այս բասկետբոլի գծանշումը ո՞րն է, էսա։ Խապուտը։ Բան չի դեսա 3 դաշտը։ Բան չի, այստեղ պահես բան չում ես։ Նկատում եմ կիսատեք թողը։
Բայց ոչինչ։ Ո՞վ է ձեր մեջ ամենալավ խաղացողը։ Ես նայեք։ Հələ Տուգանային։ Հա։ Տուգանային։ Հələ ցույց տուր տենամ ինչ է քսում։ Բայց դու ես ավելի լավ խաղում թե նա։ Չգիտեմ, դասը։ Իկա։ Բայց քիքը խաղում է։ Երով իմանալ այդ հաղթերից պետք է բասը կերեխեք է մարդ Որտե պրոքսին նորոգում ավարտի որ կա նայելու, այն ժամանակ կփորձենք այն ժամանակ իրենից լավ։ Տերություն բան վերացրին, կրես այս տարի ավարտում է տարվան հասկանում Մեկ կոնսուլատորն ծախսերներին կազմելա 1,850,000 դրամ ամեն ինչ իրար։ Այդ է շնորհիվ արևային հսկայանների վճարել են ամբողջ տարվա համար գործը վճարել են ընդհանուր 1 միլիոն դրամ։ Նա այս տարի գործը ոչ մենակ չի վճարի, այլ կարող է դրական բան ասում։ Անխաչական այստեղ դե կառուցել են, բայց աշակերտների թիվն է այստեղ 56, իսկ իր հզորությունը 140, հա? 140։ Կառնվազն դպրոցություն հիմնականն է, որքան միջնակարգ դասներ, որ 10-12-րդ դասարաններն էլ այստեղ կան։ Այդ միանշանակ։ Այն չնպաստի աճի։ Ավագ դպրոցի աշակերտներ, հա? Նախորդ անգամ ինչ է, որ եկել եք դեռ չեք սկսել դասապրոցեսը, դեռ ինչ-որ մի պրոբլեմ կար։ Մեծակ բաց թերություններ կային։ Ավարտուն տեսք չէ, էլի։ Ավարտուն չեք տեսք։ Չէ՞ որ թերությունը ավարտված չէ լիարժեք։ Դեռ ճիշտ է, նախորդ անգամ որ եկել եք, լրիվ ավարտված չէ, կիսա դեռ ճիշտ է։ Լաբորատորիաների իմաստով նույն տրամաբանության Ինչքան են ատեստարը։
That footballing team is only normal. Այսպես արդեն բոլոր տեղերում մեզ նույն բանից է, հա, բայց դուքի մեծ մասը արդեն վերված է, խաղում եք բասկետբոլ, հեծանի բա որտեղ եք քշում։ Շնորհակալություն, ստեսին։ Ալոչ։ Հա, բայց ինքը չէ, դա ոդուլի հետ է։ Հա։ Ոդուլ կամ հաջող։ Նկատին են կարանք ու որդին դեպի ակրուգ է։ Ավելի մոտ է, հատվին կանոց։ Մոտ է։ Ու նայած է, դե մեծ է դպրոցն երկու դպրոցն որ համար։ Չէ, նկատին եմ օձունն է մոտիկ թե հատվում է։ Հագվի, օձուն է։ Օձուն է։ Եվ այս չնչին է, տարբերություն։ Այս երկու ավարտեցին 2024-ին ավարտել, Վերջին անգամ որ ստեղ էի լահագին գործ կարա։ 24-ին չեմ եղել ես։ Եղել եմ այդպես վերջնական բաներ, բայց ճանապարհը ագին ինչ լավ։ չելելա բարձացիներ ան, չէ։ Շատ լավ։ Երևի ջուրը չի տանում։ Այն ավտոները հանեցին, չէ՞ որ այն ափիներ մնացին։ Շատ լավ, շատ։ Հիմա ասենք այս հաղամասին ավելի լայն կամուշ պետք է չի։ Ասենք սա անել չի որ ժամանակավոր կամուշ է, հիմնական կամուշ է։ Քանի տուն կային։ Ախաշնետ, կան ձեր կզգնել։ Որտեղ եք կապ։ Շնորհակալություն։ Այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին շնորհակալություն, որ լավ հուսալի ծանոթ են տրամադրել։ Աշխատանք։ Ինտերպրետությունն է։ Երեխեք ո՞նց եք երեխեք։ Պարոն Հաշիմյան։ Աջան։ Խնդրում ենք մենք դեր ջան, մեզ 5 րոպե։ 5 րոպե։ Այս փոքրիկների հետ մենք 5-6 կիլոմետր դուրս ենք եկել ճանապարհ սարերով ջրհեղեղի ժամանակ։ Բայց իմանայինց է, որ մեր տան հարցը բացարձակ 155 տուննացանային կայանի, ոչ մի կարգավիճակով ոչինչ չգիտեմ, լուծված, չլուծված։ Դե այդտեղ համոզված եմ իրավական խնդիր է ունեցել։ Գիտեք ինչ ավելի լավ չէ, մեր 155 տունը գետեին ափին, որ ճանապարհը չունի ինքը, եկել է այնտեղ մեր տունը, բացարձակ համոզված եմ, որ իրավական խնդիր է, մի հատ այդ իրավական ձեր սեփականության այդ բոլոր հարցերը մենք հատատներով ներկայացրել ենք, ինչ են անում դրել, որ մերժում պետք է միանուն դրածել են հնարավոր որ չգիտեմ որ թվինում ձեր թեթև ձեռքով մեր տունը գրվել է անտարային, որի մասին մենք տեղյակ չենք եղել։
Հիմա այդ անտարայինը, այո, անտարայինը պետք է գտակ միացնումը դասանոթային գալիս արշի վրա ու կախովի փոքր մոստով էին ասում կամուրջը։ Բայց վնասվել է ջեր հեռախոսը։ Հենց բնակարանը չէ, հենապատերը եւ այլն, բայց ճանապարհն է վնասված ընդհանրապես չեն կարող մտնել այդ բնակարանն ու վատ ճանապարհ։ Այսինքն մենակ իրանց ճանապարհ։ Մի բնակարան է, բայց խնդիրը նա եղել որ անտառային հող է եղել ինքը։ Ու կառուցվել է եւ այն ժամանակվանից էլ որից է փաստաթուղթ չեն կարողացել ունենալ, որովհետեւ կներեք, ոնց չեն ունեցել։ Ես ասում եմ իրավական ոնց է։ Հիմա բայց այդ լուծում որն է, այդ մարդկանց փաստորեն մենք հիմա օդում ենք, հասանելիություն չունեն։ Նորմալ հասանելիություն չունեն։ Ոտքով ունեն մեքենա։ Մեքենան նենց չի եղել մեկ, ախովի կամուրջ է եղել։ Մի հատ տնակ ենք ունեցել ավտոտնակ գետի այստապին, էտել է գետը դեպետը։ Գներեք, չէ, ախովի կամուրջը հիմա կա, նորը կառուցել են կարոտի ժամանակ, այնի գործընկերներ։ Նրանից են կոմ ճանապարհ։ Նրանից են կոմ է, որ պետք է կախովի կամուրջ կառուցվի, բայց խնդիրը նա է, որ եթե իրանք չեն ստանում փոխհատուցումը, տանը ինքը վնաս չի պատճառում, ՀԳՎ պետք է ստանային, բայց քանի որ փաստաթղթեր չունեն, ՀԳՎ չեն կարող ստանալ։ Մեր փաստաթղթերը 70-ականների փաստաթղթեր է, այսինքն վկայագիր է։ Իրավիճակ եք նկարագրում, որի վրա պետք է մտածել, դա պարզ, որովհետև այս տրամաբանությամբ հազար ներողություն, եթե մասնավոր տունը իր ենթակառուցվածքը, որ պետության պարտավորություն չի, բայց դե մի իրավիճակ եք ասում, որ պետք է մտածենք ոչ կարող։ Դե նայեք, տենանք ձեր կոնկրետ դեպքը տեսնենք կարանք, բայց դե իմացեք, որ խնդրահարույց է, այդ ճանապարհը շատ լավ, շատ լավ։ ճանապարհ Դեկտեմբեր ամսից մասամբ աշխատեի, հիմա արդեն ամուսնան աշխատեի, մի ամիս ինչ ամուսնան աշխատեի։ Այդ ինչ ենք նկատում, որ բոլոր համարներն են պատրաստել, որ ծառայություններ են։ Բոլոր ծառայություններն են պատրաստ, բասերը պատրաստ չէ, մինչ այս ինչքան է Ինչ արժեն ձեր մոտ համարները։ Ստանդարտ է 66%-ից ամենաբարձրը նախագահական համարն է։ Նախաճաշը ներառյալ։ Այո, նախաճաշը ներառյալ։ Պլյուս բոլոր ծառայությունները, բասերները, ամենը, ուսական սաունան ներառված է գնի մեջ։
Որտեղ տեղ ունեք 120 վերևեջներով այո, կոպեդը ունեցած, գալիս է ընդհանրապես սա այո միջև 600 քանոց, տենց լավ է։ Այստեղ մարդիկ որ ուզենան հարսանիքանել, հաստեղ նայեն։ Հա, դա մյուս մասնաշարժ։ Հա, մյուս մասնաշարժ։ Դա գտնվում է բասինն է, առաջինը։ Ամենավերևում նախագահական հայրենն է։ Մնացածը լյուքս ստանդարտ բոլոր կատեգորիայի կամ նշանակներ։ Հա, դե քանի հոգի կան ստում։ Համոբը հոգի չէ։ Մինոց 45 հոգի։ Սեղանի շուրջ քանի։ 2, 4, Նախատեսումը Ճոպանովի գոնդոլային 850 մետր, 5 կիլոմետր սահադաշտի համար լիժնի տրասա է լինելու։ Սա Սարի վերևը, հա, այս կողմից բարձրանում է։ Սա որ ձեզ ասում ենք շալեներ ա լինելու, բասեինը, որից որ ձեզ ասեցի։ Շալեներ, սրանք արդեն սրահ կանեն։ Նախատեսում ենք մոտ 300 աշխատատեղված ինձ բանուտաշին։